Սկանդալներ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու քննարկման պահին ՀԾԿՀ նիստում։ Հանձնաժողովի անդամները այցելել են Թուրքիա հեծի համար արտաքին գնորդ փնտրելու։ Ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում։ Ինչ գործ ունի ՀԾԿՀ դահլիճում Ռոմանոս Պետրոսյանը, եթե վարույթը առնչվում է հեծի սեփականատերերին։ Ես հենց ԲԲ-ի ժամանակ կառավարության Նոր մազկի շոու այս անգամ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում և անտիֆեյք EM-ի գրասենյակում։ Իմ նեմնի մի փոդքասթի հեղինակների դեմ հաղորդում է ներկայացրել Ալեն Սիմոնյանը։ Ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում։ Պատմենք նաև մանրամասներ երկիրը ցնցած սպանության մասին։ Օրը ցերեկով մարդաշատ վայրում տեսախցիկների առաջ 24-ամյա տղային դանակահարած 40-ամյա տղամարդը սպանությունից 4 օր անց ազատության մեջ է։ Սաղ ջահելների, գրպանները, դանակները բռը։ Ինչի համար։ Դիտում եք Հայլուրի նոյեմբերի 13-ի ամփոփիչ թողարկումը բարի երեկո սիրելի հայրենակիցներ եւ այսպես անկախ փորձագետների գնահատմամբ այսօր սկսվել ու վաղը կշարունակվի հեծի շուրջ Փաշինյանի քաղաքական արկածախնդրության վերջին արարը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը, չնայած հեծի սեփականատերերը պնդում են լիցենզիայի դադարեցումը առանց խախտման որևէ փաստարկի բացահայտ ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ, որ անխուսափելիորեն բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Իհարկե, եթե չհաստատվի հեծի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ղազինյանի սկանդալային հայտարարությունը, թե ՀԾԿՀ հանձնաժողովի անդամները այցելել են Թուրքիա հեծի համար արտաքին գնորդ փնտրելու։ Թերեզա Կադայեվչյանն է պատմում։ Նկատի ունեմ ուղղակի առանց այս Հայաստանի էլեկտրական ցանցերին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումից առաջ ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը համոզմունք է հայտնում, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնալու է հեծին լիցենզիայից զրկելու ճանապարհով։ Ենթադրվում է, որ ճիշտ եմ, ինչի համար։ Մի սկանդալային հայտարարություն է անում Ղազենյանը։ Ինչ որ մեկը կասեր, որ Նա տեղեկություն ունի, որ ՀԾԿՀ-ն շատ ներկայացուցչական կազմով վերջերս Թուրքիայում է եղել։ Կասկածում է, որ հեծի համար գնորդ է փնտրում իշխանությունը։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ Դրա հիմքով եք պարոն Ղազինյան պնդում, որ այդպես գործարքել լինել։ Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Հնարավոր է ռազմավարական նշանակության հայկական ընկերությունը վաճառվի թուրքերին։ Հեծի ժամանակավոր կառավարիչ ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը հարցին ուղիղ չի պատասխանում։ Ձեզանից շատ-շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա, որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարո՞ղ եմ տես պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդում անեմ։ Ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿՀ ընդունած, որ այսօրվա կամ գուցե հետաձգված միջև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից։ Իսկ ինչ գործ ունի Ռոմանոս Պետրոսյանը այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Մինչև նիստի պաշտոնական մեկնարկը լարվում է դրությունը դահլիճում։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչների պնդմամբ Պետրոսյանը չպետք է ներկա լինի նիստին, որովհետև վարույթը առնչվում է հեծի սեփականատերերին։ Պետրոսյանը վրդովվում է, երբ լրագրողները փորձում են պարզել ինչու է եկել։ Մինչև հանձնաժողովի անդամը կներկայացներ 171 էջանոց վարույթը, Տաշիր կապիտալի ներկայացուցիչը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացառք հայտնելու միջնորդություն է ներկայացնում։ Կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայությունների։ Փաստաբան Վարդան Ալոյանը մի շարք հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու Մեսրոպյանը չի կարող մասնակցել հեծի ճակատագրին նվիրված քննարկմանը։ Պնդում է, նա կողմնակալ է, ամուր կապեր ունի իշխող ուժի հետ եւ ինքնուրույն չի գործել Ռոմանոս Պետրոսյանին հեծ ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշում կայացնելիս։ Տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը,
Մեսրոպյանը զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը, ժամանակին հայտարարել է, որ քաղաքականությամբ է զբաղվում։ 2023 թվականից քաղաքացիական պայմանագրի անդամ էր, իսկ այդ կուսակցության առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոսյանի նշանակումից դեռ մեկ ամիս առաջ էր հայտնել հեծը պետականացնելու իր մտադրության մասին։ Ուսումնասիրելով Մեսրոպյանի անձ հետ կապված օբյեկտիվ գործոնները կարող են կարծել նաև, որ համացածում արկա տեղեկությունները եւ վերջինիս տված հայտարարություններից բազ է դառնում, որ վերջինս խնամիական կապի մեջ է գտնում քաղաքացիական պայմանագրի կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Բացարկի միջնորդությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամները մերժում են Տաշիր կապիտալի միջնորդությունը։ Բացարկի միջնորդությունը Մեսրոպյանը գլխավորում է հեծին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀՑԿՀ նիստը։ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, թե իր նշանակումից հետո արված ուսումնասիրությունների արդյունքում են խախտումներ բացահայտվել հեծում։ Ըստ նրա, նախկին ղեկավարությունը դրանք թաքցրել է։ Նախկին ղեկավարները հեծի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, առերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են հեծում։ Հեծի նախկին ղեկավարները չեն ընդունում խախտումների մասին մեղադրանքները։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչը հանձնաժողովին առաջարկում է Ռոմանոս Պետրոսյանի եւ հեծում նրա նշանակած աշխատակիցների դիրքորոշումը չընդունել որպես ընկերության պաշտոնական դիրքորոշում։ Ովքեր են վարչական վարույթի մասնակիցները։ Հանձնաժողովին հարցնում է Դավիթ Ղազինյանը, հասկացնելով, որ Ռոմանոս Պետրոսյանը իրավունք չունի մասնակցել քննարկմանը։ Հանձնաժողովի աշխատակազմի գնահատմամբ Հայաստանի էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացնում են եւ ընկերության անունից հանդես գալու իրավունք ունեն ինչպես էլեկտրական ցանցերի Հայաստանի էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը, այնպես էլ ժամանակավոր կառավարիչը Տաշիր կապիտալը պնդում է, որ խախտումների որևէ փաստարկ չկա եւ հեծին լիցենզիայից զրկելու գործընթացը զուտ քաղաքական է, բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Թերեզա Կադաևչյան, Աննա Գյուլնազարյան, Նորայ Շարբաթյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուշ։ Գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է նրա պաշտպանների բողոքը։ Փաստաբան Արամ Բարթևանյանն է այսօր գրել, Սամվել Կարապետյանը շուրջ 5 ամիս է ակնհայտ ապօրինի կալանավորված է բացառապես մայր աթոռը պաշտպանող խոսքի համար։ Ինչպես գիտեք, Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները նրա հասցեին, ինչը փաստաբանները համարում են քննությանը ուղիղ միջամտելու, իրավապահներին ուղղորդելու փորձ։ Նոր Մասկի շոու են կազմակերպել ուժայինները, այս անգամ Իմնեմնի մի փոդքասթի հեղինակներն Արեգ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի տներում եւ Անտիֆեյք AM-ի գրասենյակում։ Սամսոնյանին եւ Սաղաթելյանին վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել են խուլիգանություն հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։ Նրանց դեմ հաղորդում է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Չնայած նա առաջինն է իր Facebook-յան էջում շանլակոտներ անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին, նրանք էլ նույն ոճով պատասխանել են, իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիարժեք անպատժելիություն, իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։ Ժուրնալիստների միությունը կոչ է արել միջազգային գործընկերներին, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին կանխել քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ Հայաստանի իշխանության գործողությունները։ Անտիֆեյքի խմբագրությունն այս տեսքն ունի իրավապահների գրեթե 8 ժամ տևած քննչական գործողություններից հետո։ Պրոցեսորն են տարել, շտատիվները, կամերաները, միկրոֆոնները։ Այստեղ քննիչները եկել են Անտիֆեյքի Իմնեմնի մի փոդքասթի հաղորդավարներ Արեգ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելուց հետո սկսել խուզարկել խմբագրություն։ Երկու հաղորդավարներին ձերբակալելու ժամեր անց կայքի եւս մեկ հաղորդավարի են բերման ենթարկել ազգային անվտանգության դիմակավոր ծառայողները։ Դավիթ Ֆիդանյանին մեղսագրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտում։ Կայքի խմբագիրը պատմում է, թե ինչ է պատահել, երբ քննիչները եկել են խոզարկության։ Ես դրան մոտ եմ եղել այդ բացելու ընթացքում, իրենց քաղաքավարի ուղեկցել ենք ներս խմբագրություն, այսինքն որևէ խոչընդոտում չի եղել։ Այս գրասենյակից տասնյակ համակարգիչներ են արգրավել Արեգ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով։ Նրանք ըստ պաշտոնական մեղադրանքի խուլիգանություն են արել հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։
որոշակի արտահայտություններ կան, որը համարել են խուլիգանական։ Խորհրդարանի նախագահն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որպեսզի քննչական կոմիտեն գնահատական տա ոդքասթի ժամանակ հնչած արտահայտություններին։ Եթե սպառնալիքը հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսը կվերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի, իրենց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվի հարդար եմ տեսնելու։ Բարի երեկո, պարոն նախագահ։ Անցած շաբաթ երրորդ նախագահի մասնակցության ոդքասթից հետո Ալեն Սիմոնյանը շանլակոտներ է անվանել հաղորդավարներին։ Նրանք էլ ոդքասթի հաջորդ թողարկմանը ազգային ժողովի նախագահին անասուն են անվանել եւ հայոյել նրա մորը։ Ուղիղ եթերով Իրենք արձագանքել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորական արտահայտություններին, երբ որ նա նշել էր շանլակոտներ։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ալեն Սիմոնյանին հուշում է հանցագործության մասին հաղորդումների այլ պատճառներ։ Կոնջերանը չէ մյուսը։ Ոչ մեկի աղոմը չի հիշում դրա մասին։ Այդ մարդու հանդեպ հաղորդում է ներկայացնում, որովհետև ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասել ականջների հետ կտրեմ եւ այլն։ Հետո պատտվում է այս կողմ, որտեղ նստած է Նիկոլ Փաշինյանը։ Ու Նիկոլ Փաշինյանի դեմ է մի հատ հաղորդում ունեցնում։ Հետո գնում է իր կաբինետ, մի հատ թուղթ ու գրիչ է վերցնում ու ինքն իր դեմ է հաղորդում ներկայացնում, որտեղ ինքը հայի վրա թքել է։ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին նույն մեղադրանքը առաջադրվել էր նաեւ 2024 թվականին, կրկին եթերում հայոյելու համար։ Որ բաժին եք տանում։ Դատարանը սակայն արդարացրել էր նրանց հանցակազմ չէր տեսել։ Ալբերտ Սերոպյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Քննչական կոմիտեում շարունակվում են հոգևորականների հարցաքննությունները, հիմա էլ նոր դրվագով իբրև որոշ քահանաների կարգալուծության ժամանակ մայրաթորը խտրականություն է դրսևորել։ Այսօր քննչական ներկայացած հոգևորականներից մեկի փաստաբանն է հայտնել, կարգալույծ Ստեփան Ասատրյանը ցուցմունք է տվել, թե իբր իր հանդեպ խտրական մոտեցում է ցույց տվել եկեղեցին։ Ամոթես, որ երբևէ հոգևորական եք եղել։ Ամոթանքը Թալինում ծառայող Տեր-Թադեին ու կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին է տալիս այսօր հարցաքննության կանչված Տեր Մուշեն։ Նա առաջին անգամ է մտնում քննչական կոմիտե։ Ամբողջ քննչական կոմիտեն ողողված է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ գործեր քննելով։ Տեր Մուշեի փաստաբանն ասում է, որ Նաթան Սրբազանի հեռախոսազրույցի գաղտնալսման հիմքով հարուցվել է քրեական վարույթ խտրականության վերաբերյալ։ Արմին Էֆանյանի կարծիքով Ստեփան Ասատրյանն է ցուցմունք տվել, թե իբր իր հանդեպ խտրական վերաբերմունք է եղել հայ առաքելական եկեղեցու կողմից։ Ենթադրում ենք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի ցուցմունքի հիման վրա է վարույթը քննվում, այլ իրավական ճանապարհ է գործը քննելու անկեղծ ասած ես չեմ տեսնում։ Քննիչների հարցերից չի խուսափել Տեր Մուշեն։ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու քահանային ցավ է պատճառում այն, որ թեմում եղբայրը եղբոր դեմ է դուրս եկել։ Դա թող մնա իրենց խղճին եւ դրա համար ես ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից, իր մայրիկից, հայրիկից, որ այո իրենց որդին դավաճան էր, որ քանդեց այս խաղաղությունը։ Իրենք խոսում են, որ նորոգում են, ոչ թե քանդում։ Իրենք չեն նորոգում, նորոգումը այդպես չի լինում, նորոգումը միշտ լինում է եղբայրաբար, սիրով։ Տեր Մուշեն համոզված է, որ Տեր Թադեի Facebook-ի գրառումն էլ է քննչական կոմիտեն հիմք ընդունել։ Այդ գրառման մեջ Թալինի հոգևոր հովիվը նշել է, որ մեր եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված։ Խտրականություն էլ չի եղել, որովհետև մենք իրենց սիրել ենք որպես մեզ եղբայրներ։ Ճնշվում է իրենց խոսքը, զազրելի բարքերը, ես մեջբերում եմ անում։ Երբեք չի ճնշվել, դա իրենք շատ լավ գիտեն։ Մենք իրենց շատ սիրել ենք ու շատ էլ վստահել ենք եւ մենք եւ եկեղեցին։ Ինչպես կարող է քահանան իր թեմի առաջնորդի դեմ ցուցմունք տալ, զարմանում է նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի քայլից Տեր Մուշեն։ Ժամանակին ցանկանում էր Սրբազանի կենացը խմել, Սրբազանի կենացին երգ ասել, բայց դրանք մնացին անցյալում։ Այդպես մենք չենք ափսոսում ինչ ճանապարհ ենք իր հետ անցել, թող ինքը մտածի։ Տեր Մուշեից բացի քննչական կոմիտեն այսօր հարցաքննության էր կանչել նաև Մուղնիի հոգևոր հովիվ Տեր Եղիշեին։ Արագածոտնի թեմի հոգևորականներից երկուսը Տեր Զորայրը եւ Տեր Վրթանեսը հարցաքննության են կանչվել մյուս երկուշաբթի ժամը 3-ին եւ 4-ին։
Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Շիրակի թեմի ազատազրկված առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանները բողոքարկել են Սրբազանի գործով դատավճիռը, փաստաբանական թիմը հայտնել է, որ այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել Արմինե Մելիքսեթյանի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ։ Ինչպես հիշում եք, այդ օրը դատարանը վճռել է 2 տարով բանտարկել Շիրակի թեմի առաջնորդին։ Պաշտպանական թիմը հայտնում է, որ վերաքննիչ դատարանին խնդրել են ամբողջությամբ բեկանել այդ վճիռը եւ կայացնել նոր ակտ, ճանաչել Միքայել Սրբազանի անմեղությունը։ Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքը այսօր երկարաձգվել է ևս 3 ամսով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանին ճշմարտանման են թվացել դատախազների պնդումները, թե ազատության մեջ Բագրատ Սրբազանը կարող է թաքնվել արդարադատությունից կամ խանգարել քննությանը։ Դատավորը չի համաձայնել դատախազների նմանատիպ պնդումների հետ Սրբազան պայքարի աջակից կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի խափանման միջոցը որոշելիս։ Կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով, երբ փաստաբանները ներկայացրել են Գալստյանի էպիկրիզը։ Մինչև կալանավորվելն էլ Գալստյանը առողջական խնդիրներ է ունեցել, սակայն դրանք բարդացել են քրեակատարողականում։ Մոտ 1 ամիս է նրան անվասայլակով են դատարան բերում։ Սրբազան պայքարի աջակից գործարար Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով։ Շուրջ 4.5 ամիս կալանավորված գործարարի առողջական վիճակը բանտում սրվել է։ 1 ամիս է անվասայլակով են Տիգրան Գալստյանին դատարան բերում։ Չի կարող քայլել։ Նա ողնաշարի մոտ 10 ճողվածք ունի, ցավերը չեն անցնում։ Էպիկրիզն է դատարանին ներկայացնում փաստաբան Միհրան Պողոսյանը։ Ինքնուրույն ինչ-որ գործողություններ անել, դրանք բացառված է։ Այդ ցավայի զգացումները հիմա է, ոտքերը չի կարողանում շարժի։ Ըստ փաստաբանի, մինչև կալանավորվելը Գալստյանը ոտքի վրա է եղել, բայց առողջական խնդիրներ ունեցել է։ Դրանք բարդացել են քրեակատարողական հիմնարկում։ Առաջ է եկել ամենայն հավանականությամբ պատշաճ խնամքի բացակայության պատճառը քրեակատարողական հիմնարկ ներկայացվելուց։ Առողջությունը մաղթում Տիգրան Գալստյանին։ Մեղադրյալին առողջություն մաղթելուց հետո դատախազ Հայկ Հովհաննիսյանը միջնորդում է խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխել։ Ըստ դատախազի, եթե խափանման միջոց առհասարակ չկիրառվի, մեծ է հավանականությունը, որ Տիգրան Գալստյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ Միջնորդում են փոխել կիրառված խափանման միջոցը եւ կիրառել տնային կալանք։ Դատախազի միջնորդությունը չի բավարարում դատարանը։ Գալստյանի նոր խափանման միջոցը վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը կսկսի գործել նոյեմբերի 25-ից, կալանքի ժամկետը լրանալուց հետո։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Սրբազան պայքարի գործով անցնող դաշնակցական Իգոր Սարգսյանի կալանքը ևս փոխվել է տնային կալանքով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությունը։ Նոյեմբերի 25-ից նրա նկատմամբ կկիրառվեն տնային կալանք, բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամ գրավ։ Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության կազմավորման 28-ամյակի առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել։ Սուրբ սեղան է բարձրացվել Աշոտ Երկաթ մասունքագիր խաչը։ Մեր բանակի հոգևոր սպասավորները, ժամկետային զինծառայողները, բազմաթիվ քաղաքացիների հետ միասնական աղոթք են բարձրացրել։ Պաշտպանության նախարարությունից որևէ բարձրաստիճան պաշտոնյա զինվորական չի մասնակցել այսօրվա պատարագին։ Այս սրբազան տաճարի կամարներից ներս եկել ենք միասնաբար մեր աղոթքը առ Աստված բարձրացնելու եւ շնորհավորելու մեկս մյուսին եւ իմ մասնավորի մեր սիրելի գնդերեցներին զինված ուժերի հոգևոր առաջնորդության այլևս 28 ամյակի կապակցությամբ Այժմ երկիրը ցնցած սպանության մանրամասները օրը ցերեկով մարդաշատ վայրում տեսանկարահանող սարքերի առաջ 24-ամյա տղային դանակահարած 40-ամյա տղամարդը սպանությունից 4 օր անցել ազատության մեջ է։ Թեև անգամ պարզ քաղաքացիները գիտեն մարդասպանը տարիներ առաջ էլ է դատապարտված եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով։ Գայանե Մովսիսյանը գիտի դետալները։ Սարսափած է Աբովյանը։ Չիկագո են սարքել Աբովյանը։ 4-րդ օրն է ազատության մեջ է օրը ցերեկով 24 տարեկան երիտասարդին դանակահարած տղամարդը։
Այսօր վերջին հրաժեշտն են տվել սպանված Սարգիսին։ Բարեկները ավտոն նստադես են գնում, դեն են գնում, մեջն ինչ կա։ Ուր էին բարեկները, որոնք աբովյանցիների խոսքով միայն տուգանելով են զբաղված։ Ele gonca era no mafto. Porra hangi gna tena oba naush tanom. Ինչալ gonca, էս մի փողոցն է։ Էս գալիս է։ Ամենաթողությունը անպատժելիությունն է պատճառը, որ սառնասրտորեն բոլորի աչքի առաջ մարդուն կյանքից զրկում են, համոզված են Աբովյանում։ Ամենտեղ էլ վեճ ելնում է, ջահելներ են, բայց ոչ հետաշրջան։ Քաղաքում խոսում են, թե դանակահարած տղամարդը տարիներ առաջ դատապարտված է եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով։ Ոստիկանները հետապնդում են նաև դանակահարողի եղբորը։ Սպանության պահին նա եղբոր կողքին է եղել, պատմում են քաղաքում։ Ոստիկանները ասես գնում գալիս էին, սկսում էին, ոստերը սկսում էին, մանավանդ շուկայի մեջ։ Ասում որը միլիցիա, ո՞ր ասկողը։ Սա ջահելների, դերպաները, դանակները բռը։ Ինչի համար։ Այս կինն է անշնչացած տեսել 24 տարեկան Սարգիսին։ Հավաքարար է աշխատել դպրոցում, որտեղ սովորել է աբովյանցի տղան։ Իսկ ինքը կողքին գած էր, նայեցի ծանոթ դեմք է, դպրոցում սովորող աշակերտերին, քեզ դպրոցում է աշխատում, երկրորդ դպրոցում։ Ականատեսները պատմում են, որ Աբովյանի հանրապետության փողոցն այնքան ծանրաբեռնված է եղել նոյեմբերի 10-ին, որ շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ կանգառին, որտեղ առնաշաղախ պարկած է եղել տղան։ Նրան ընկերներն են իրենց մեքենայով հասցրել հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Ինչու է բանը հասել դանակահարությանը։ 24 տարեկան Սարգիսի հարազատներից մեկը Facebook-ում գրել է, թե ամիսներ առաջ գինուտոնին Սարգիսը չի հանդուրժել, երբ մի քանի տղամարդ հայհոյել են հավատացյալներին։ Նա պաշտպանել է իր հավատքը, ու այդ ժամանակ վիճաբանություն է եղել։ Դա է Սարգիսի հարազատի կարծիքով պատճառը, որ այդ տղամարդիկ որոշել են սպանել 24 տարեկան երիտասարդին։ Աբովյանում նաև լուրեր են պտտվում, թե վենդետա է կատարվածը։ Իբր Սարգիսը տարիներ առաջ այն օրն է գցել իրեն դանակահարողի եղբորը, որ նա կոմայի մեջ է ընկել։ Գայանե Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Փաշինյանի զայրույթը պայթեցնում է իր իսկ ստեղծած միֆը, թե քաղաքացիական պայմանագրում արշալույսները խաղաղ են։ ՔՊԱ-ականների քաղաքական առաջնորդը ցուցադրաբար հավաքել է ուսապարկը ու լքել ազգային ժողովի դահլիճը, որովհետև քվորում չի ապահովվել։ Այո, ճանանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել։ Սպասեք նաև միջազգային օրակարգի թոփ նյուզերին, դաժան մարտեր են Կուպյանսկում, ուկրաինական բանակը նահանջում է, եթե հավատանք ռուսական կողմի հայտարարություններին։ Թշնամին նահանջում է գետի երկայնքով, մենք կկատարենք մեր առաքելությունը։ Իսկ հարևան Իրանը դանդաղ ցամաքում է, Թեհրանում ջուր չի լինի 2 շաբաթից։ Մինչև անձրև չգա, կարծում եմ տրամաբանական է, որ իշխանությունները փակեն ջուրը։ Եվ այսպես ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանի զայրույթն է պայթեցրել իր իսկ ստեղծած միֆը, թե քաղաքացիական պայմանագրում արշալույսները խաղաղ են։ ՔՊԱ-ականների քաղաքական առաջնորդը ցուցադրաբար հավաքել է ուսապարկն ու լքել ազգային ժողովի դահլիճը, որովհետև 2026-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման համար քվորում չի ապահովվել։ Իշխող ուժը բոյկոտում է կառավարության նախագծերը։ Կարինե Մանգասարյանը կպատմի։ Մեկ բաժակ սուրճը գուցե օգնի վարչապետին թուլացնել նյարդերը, որ այս առավոտ նորից լարվել էին։ Գրանցվել է 49 падգամավոր, քվորում այս պահին չունենք, հարգելի գործընկերներ, պետք է գրանցումը բաց մնա, մինչև համապատասխան թվով падգամավորներ ունենանք։ Փաշինյանը չի սպասում, որ համապատասխան թվով падգամավորներ հավաքվեն, քվորում ապահովի եւ սկսվի բյուջե 2026-ի քննարկումը։ Խետ-խետ նայում է իր թիմակիցների դատարկաթորներին, ուսերը թոթվելով, լարված զրույց ունենում խորհրդարանի խոսնակի հետ, հետո համակարգիչը տեղավորում ուսապարկի մեջ ու լքում դահլիճը։ Այո, ճանանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել։ ՔՊԱ-ականները չեն բոյկոտում բյուջեի քննարկումը, պարզապես բացակայում են, ավելի ճիշտ ուշանում, արդարանում է Ալեն Սիմոնյանը։ 69 падգամավորից 20-ը ներկա չեն, մի մասը գործուղման է, 4-ն էլ փոքրիկներ ունեն։ 4 մայր ունենք, որոնք երեխա ունեն նորածին։
Տիկին Դավոյանը հիմա ստեղ չի, Սոնա Ղազարյանը փոճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը փոճուր բալիկ ունի, Տիկին Տիգրանյանը բալիկ ունի։ Երեխաներին կամ թոռներին տանը խնամելու կարիք հաստատ չունի ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը։ Նա էլ նախորդին էր բարկացրել Նիկոլ Փաշինյանին, ելույթ ունենալու ՔՊԱ-ականի հերթը արդեն եկել էր, բայց նա տեղում չէր։ Այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը ներեց ձեզ, թե ոչ։ Քեզ ների։ Մենք ներված ենք միշտ, տղա ջան։ Փաշինյանի դիմախաղից տպավորություն չէ, թե ներված են վարչապետի մասնակցությամբ նիստին չբարեհաջող կամ ուժ բարեհաջող ՔՊԱ-ականները։ ՔՊԱ-ականները կարծես փորձում են իրենց քաղաքական առաջնորդի սիրտը շահել։ Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Օնջորյանն է երկար շփվում Փաշինյանի հետ։ Բազմաթիվ վերլուծաբաններ կասկածներ ունեն, որ ՔՊԱ-ականների բացակայություններն ամենևին էլ պատահական չէ։ Հնարավոր է ոմանք կանխազգալով, որ ընտրական նոր ցուցակում տեղ չեն ունենալու, դեմարշ են անում, փորձում տապալել ԱԺ-նիստերը։ Այն ինչ որ միտումը, որ դուք ասում եք, որ ինչ-որ դեմարշ կամ ինչ-որ իհարկե այդպես բան չկա ու չի կարա լինում։ Իսկ ՔՊ-ից վտարված տարեցների դուետը հաստատ դեմարշ է անում։ Անկախ падգամավորներ Աղազարյանն ու Ասանյանն այսօր առավոտյան ատամ էին ցույց տվել իրենց նախկին կուսակիցներին։ Նիստին ժամանակին ներկայացել էին, բայց տեսնելով, թե որքան շատ ՔՊԱ-ականներ են բացակայում, չեն գրանցվել, որպեսզի քվորում չլինի։ Դա իրանց քաղաքական աստղային ժամն էր, որ իրանք ինչ-որ ձևով կարևորվեցին։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հովիկ Աղազարյանը այսօր էլի մի դրվագում է զայրացրել ՔՊԱ-ականներին։ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցվաշենն ու Հայաստանի մյուս օկուպացված տարածքները պետք է վերադարձնել, նրա նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը համարում է Տիգրանաշենը հանձնելու մեսիջ։ Այժմ արդեն անկախ падգամավորի այս պնդումը հունից հանել է ՔՊԱ-ականներին։ Լիլիթ Սարգսյանն է հետևել նիստին։ Հովիկ Աղազարյանը։ Էլ վախեցած չէ նախկին ՔՊԱ-ական, հիմա անկախ Հովիկ Աղազարյանը։ Պարոն Խաչատրյան, ԽՊԱ-նիստերի ժամանակ ասում էի թաքուն, վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, այդպես բան չկա։ Հիմա սա աշխատող խոսում է, ես չխոսամ։ Ինչպես չասի Աղազարյանը, որ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում Հայաստանի հետ, ապա այսպես կոչված անկլավները չի պահանջի Հայաստանից։ Ես Տիգրանաշենի մասին խոսեմ, որովհետև ես շրջանում եմ մեծացել եւ ավելի լավ եմ պատկերացնում։ Արցվաշենն ու Հայաստանի մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին վարչապետի հայտարարությունը թարգմանում է Հովիկ Աղազարյանը։ Դա նշանակում է հանձնել Տիգրանաշենը։ Իրաց մոդելը հայոց պետականության վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենը իրանց ինչին է պետք։ Տիգրանաշենը իրանց ինչին է պետք։ Եթե Հայաստանը չկարողանա բանակցություններով հասնել նրան, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արցվաշենը Ադրբեջանին, փախստականների վերադարձի հարցն է առաջ գալու, բացատրում է Աղազարյանը։ Շատ դժվար կլինի մեր պետության ղեկավարներին նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, դեպի ժամանակի ընթացքում, հետո հետագայում, որովհետև եվրոպական լիդերների աչքերը կկլորանան։ Ասեմ ոչ թե չեք ուզում որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել։ Որը կլինի լուծումը։ Աղազարյանը կարծում է, որպես բողոքի նշան, այդ ժամանակ Հայաստանը պետք է հրաժարվի նաև Արցվաշենից։ Որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետև իրանք չեն ձգտում իրական խաղաղության։ Աղազարյանի այս ելույթի ընթացքում տեղում նստած անհանգիստ ու նյարդային շարժումներ էր անում նրա նախկին քաղաքական ղեկավարը։ Իսկ ՔՊԱ-ական Արմեն Խաչատրյանն ու Արման Եղոյանը իրենց բողոքներով տեղից արձագանքում էին։ Այստեղ կոճակ ունեմ, որով արդեն այլևս հնարավորություն ունեմ բանախոսի, բարձրախոսի ինքնուրույն անջատել։ Նենց որ խնդրում եմ հաշվի առնել, որ չստիպեք, 37 թիվն է, չստիպեք ես դա անեմ։ Հովիկ Աղազարյանի խոսափողը չանջատեց Ալեն Սիմոնյանը, բայց փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրացրեց ընդդիմադիր Աննա Գրիգորյանի ձայնը։ Ժամանակը լրանալուց հետո, այն պահին, երբ նա ներկայացնում էր, թե ինչով է հիշվելու ՔՊ-ն իր կառավարման 7 տարիների ընթացքում։ Ամրագրվելու են որպես Արցախը կորսված տարիներ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, հոգևորականներ, կալանք հոգևորականների նկատմամբ իրականացված բեսպրիդելի տարիներ, որտեղ երբ ընդդիմադիր համայնքապետ է ընտրվում, կամ
Շնորհակալություն Տիկին Գրիգորյան։ Բյուջե 2026-ի քննարկումը վերածվում է ընդդիմություն իշխանություն նախընտրական բանավեճի, ոտնահարված ժողովրդավարության, չկատարված խոստումների, չհուսադրող բյուջեի մասին։ Աննա Գրիգորյանը պնդում է, որ պետական պարտքը 7 տարիների ընթացքում կրկնապատկվել է 7 միլիարդ դրամից հասնելով 14 միլիարդի։ Գրեթե 8 միլիարդ պարտք ավելացնելով մեր ապագա սերունդների ուսերին, մի ռազմավարական նշանակության օբյեկտ չեք կառուցել, ատոմակայան չեք կառուցել, ռազմավարական ստրատեգիական նշանակության ենթակառուցվածք չեք կառուցել, երկաթգիծ։ Օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից, ներդրումների հոսքը 155 միլիոն դոլարով կրճատվել է։ Աննախադեպ աճերել են գրանցվել, օրինակ սպառողական վարկեր վերցնողների թիվն է 31% ավելացել, խաղադրույքները աննախադեպ աճել են։ Խաղաղությունն է ձեր աջափնյակի մետրոյի նման մի բան, որ խոսում եք, բայց գոյություն չունի։ Ժողովրդավարությունն է աջափնյակի մետրոյի նման մի բան, որ խոսում եք, բայց գոյություն չունի։ Քրիստինե Վարդանյան համաձայն։ Ժողովրդավարության մասին 15 համայնքի անուն է կարդում Քրիստինե Վարդանյանը, որտեղ նրա պնդմամբ ԿՊ-ն այս կամ այն կերպ միջամտել է ընտրություններին։ Չէ, սա ընտրություններ չկեղծել է բանը, կեղծելու հետ կապ չունի, մենք չենք կեղծում ընտրություններ, մենք ուղղակի իրանց արդյունքների հետ հաշվի չենք նստում։ Եկեղեցու 10 թեմերից 3-ի առաջնորդները կալանավորված են։ Հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր եկեղեցու մասին խոսեց նույն Փաշինյանի հայտարարություններով, հենց Հայաստանում սկսվեց արշավը եկեղեցու դեմ, սրբազաններ միանգամից հանցագործ դարձան։ Վարդանյանի ելույթին չարձագանքել չի կարողանում ազգային ժողովի նախագահը։ Տիկին Գրիգորյան, դուք մի ժպտացեք, դուք ընդհանրապես պետք է Չէ, դուք պետք է միշտ տխուր լինեք։ Դուք պետք է մի նյարդայնացեք, ես հասկանում եմ շատ եք նյարդայնանում, որտեղ այն նավը, որ դուք լքեցիք, այնուամենայնիվ չխորտակվեց։ Ալեն Սիմոնյանն էլ ինձ անդրադառնալիս, չգիտես ինչու իմ ժպիտը նրա մոտ այսպես նյարդային ինչ-որ բան է առաջացնում, ասում է Տիկին Գրիգորյանը նեղվել է, որ ԿՊ-ի նավը չի խորտակվել։ Ես ուզում եմ, որ ինքը իմանա, որ որևէ մեկը հավերժ չի։ Ձեր նավը խորտակվելու է, եւ ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի։ Դուք իրավիճակին չեք տիրապետում, իր թիմակցի միտքը շարունակելով հայտարարում է Հայաստան խմբակցության քարտուղարը։ Ալեն Սիմոնյանը, որն ասում է ժողովուրդն ասում է, ներկայով է խոսում, ասում է մենակ նրանք չլնեն դիմելով ընդդիմությանը, ով ուզում է թող լինի։ Ասեմ, որ պարոն Սիմոնյանի մոտ ոնց որ 2018 թվականի շրջանն է։ Իրականում հիմա որ ժողովրդի մոտ գնում եք, այդ արտահայտությունները վերաբերում են ձեզ։ Երբ ենք սրանցից ազատվելու։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բնակչության 75%-ը ամսական միջին աշխատավարձի ձել ցածր եկամուտ է ստացել։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը ներկայացրել է, թե քանի մարդ որքան աշխատավարձ է ստանում, ըստ էության մերկացնելով իշխանության սուտը, թե միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճում է։ Ի դեպ ըստ Խաչատրյանի, տարեվերջին Հայաստանի պետական պարտքը 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ կլինի։ Բա ուր եղավ կեսը, միջինը։ Իշխան կառավարությունը այսօր չունի աշխատավարձի մեդիան արժեքը, թե մեջտեղի աշխատավարձը ինչքան է։ Չունի ավելի հաճախ հանդիպող արժեքը։ Բա դուք աշխատանքի շուկայի մասին ո՞նց եք դատողություն անում, պարոնայք եւ տիկնայք։ Ուրեմն մինչեւ 100,000 դրամ ստանում է 176,000 մարդ։ 100,000-ից 200,000 դրամ, 277,000 մարդ։ 200-ից 300,000, 119,647, այդ միջին աշխատավարձով ում եք խափում։ Հիմա լավ։ Բյուջե 2026-ի քննարկումների եզրափակիչ ելույթը Փաշինյանը ավարտել է իր ոճի մեջ, խոսել է ամեն ինչից, մեղադրել բոլորին, աղմկել, ակտիվ թափահարելով ձեռքերը։ Լսեք, ամեն անգամ ասում են, մի հատ բան, բա ինչ եղավ։ Դրանից հետո հիմա ասում եմ, ես ինչա, ոնց, ես ոնց, ես ինչ ուրեմն տվին, ամեն ինչ տվին, լսեք, կամ մի հատ էլ եկել են արդեն, վերադարձրին, բերեցին, տարան, կործանեցին, փլուզեցին ամեն ինչ։
Ասեք ամեն մեկը գոնե թող խոսա այն բաներից, որից հասկանում է, էլի։ 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել։ Այսօր ես մարդիկ ինչ են ասում են դե ինչ ուզել են տվել եք, ընդհակառակը, ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել, ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում, ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ինչի մենք զիջումների չգնացենք։ Էսա լավ է, իջև տարվա վերջը էլ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Ես այսօր բացեցի նայեմ, մեծագույն ինչ է նշանակում, մեծագույն, հա, բառարանով նայեմ, էլի, որ չստացվի, որ մեծի գերադրական աստիճան, այսինքն ամենամեծը, ուրիշ բացատրություններ էլ կան, բարձրագույն, գերագույն, վեհագույն, վսեմագույն։ Այսինքն կառավարության ծրագրում կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն, եւ դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե որն է խաղաղությունը։ Գնաց կամտել, լսեք, այդ ծորերի մի մասը ես չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում, ես անկեղծ չեմ էլ հետաքրքրվել, բայց կարան մի րոպե այդ ծորերի մի մասը, չէ, մի րոպե, էլի կարան ծորերի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեք չեն ուտելու։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ բարդ արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք արել։ Այո, պարտքով ենք զենք արել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու մի անգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք։ Եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուր ու մուչ պատի տակ կանգնելու եմ։ Նախընտրական էջմիածին տեղափոխվենք, հաղթանակ դաշինքի քարոզարշավի եզրափակիչ հանդիպումն է եղել այսօր, էջմիածինցիները հաղթանակ դաշինքից հաղթանակ են պահանջում, հոգևոր մայրաքաղաքում հավատում են, այս ընտրություններից հետո կլիցքաթափվի քաղաքի լարվածությունը։ Հաղթանակ դաշինքը վաղաշապատում ամփոփիչ հանրահավաքից հետո հաղթական երթով մայրաթոռ է գնացել։ Աղոթքով սկսել ենք, աղոթքով էլ կավարտենք քարոզարշավը, նշել է Սևակ Խաչատրյանը։ Պետք է ՔՊ-ին իշխանազրկել եւ իրական ցույց տալ ոնց են ծառայում համայնքին, ոնց պետք է լինի համայնքի զարգացումը։ Հաղթանակ դաշինքը Տեր-Կոմիտաս Քահանա Աղևոնդյանը էջմիածնում միասնական աղոթել են հոգևոր մայրաքաղաքի եւ համայնքի զարգացման համար։ Ավելի վաղ 23 օր վաղաշապատ համայնքում շրջելուց մարդկանց խնդիրներին ծանոթանալուց հետո հաղթանակ դաշինքը ընտրություններից առաջ վերջին հանդիպումը անցկացրեց էջմիածնի անմար կրակի հուշարձանի մոտ։ Էջմիածինցիները հաղթանակ դաշինքից հաղթանակ են պահանջում։ Մենք ասում ենք քրիստոնյաներս կկանգնենք ոտքի, թուրք ու մուսուլման Նիկոլին բես շփենք առանց ամոթի։ Մտածում ենք, որ հաղթանակը մերը պետք է լինի, տղա, ամենակարևորը։ Վստահ եմ, որ իրենք շատ բաների կհասնեն, որովհետև բոլորն է շատ խելացի, բանիմաց երիտասարդներ են, հրթություն ստացած։ Հաղթանակ դաշինքի վաղաշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանին չի մտահոգում լուրը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցելու վաղաշապատում քաղաքացիական պայմանագրի ամփոփիչ հանդիպմանը։ Իշխող ուժը արդեն 7 տարի է ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ, որևէ դրական փոփոխություն չեն նկատել համայնքում։ Մի ԿՊ-ական ավելվա, մի ԿՊ-ական պակաս
մեզ համար ոչ մի տարբերություն ընդհանրապես չեն վերաբերվում։ Ուզում հասկանամ Նիկոլ Փաշինյանը ինչ ունի ասելու վաղաշապատցիներին, եւ 7 տարի իրենք իշխանություն են, 7 տարի վաղաշապատն ավելի հետ է գնացել, ոչ մի առաջ խաղացում, բացի մի քանի աշկակապոց ասֆալտային բորդյուրային աշխատանքներից, ոչ մի բովանդակային ոչինչ չկա։ Հակառակը կարող եմ ասել, Էջմիածին քաղաքը սարքել են անգույն քաղաք, երբեմնի քաղաքի կոլորիտը կորել է, այնքան ընդհուպ մինչև պաշտոնական վիճակագրությամբ Էջմիածինը դարել է ամենակրիմինալ քաղաքը։ Այս ամենին վերջ կդրվի, երբ հաղթանակ բերի վաղաշապատին։ Զարուհի Իսահակյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Իդեպ իր ազատազրկման 140-րդ օրը Միքայել arczepiskopos Աճապահյանը ուղերձ է հղել քրեակատարողականից, հորդորելով էջմիածինցիներին վճռական ոչ ասել գործող իշխանությանը։ Մեջբերեմ նրա նամակից մի հատված։ Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ եւ պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգեվոր մայրաքաղաքի հոգեվոր եւ քաղաքական անվտանգությունը, այլև մեր ամբողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը, մինչեւ գալիք համապետական ընտրություններ։ Այս առումով մեր հորդորն է, որ իսեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային եւ հակահայկական իշխանություններից ծերնդրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ վճռական մերժում արտահայտեք առկա խունտայի նկատմամբ։ Ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով ի պատիվ հոգեվոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի Աստված պահապան ձեզ եւ բոլորիս մեջբերման ավարտը։ Միջազգային օրակարգին անցնենք, Կուպյանսկը գրավելու համար են ակտիվ մարտեր մղում ռուս զինծառայողները, Դաշնության պաշտոնական հաղորդակցությունների նահանջ պարտադրելով ուկրաինական զորքին։ Ինչ իրավիճակ է ճակատում, կպատմի Մարիամ Ամիրճանյանը։ Դաժան մարտեր են Կուպյանսկում, քաղաքը երկու մասի բաժանող Օսկոլ գետի երկայնքով։ Ուկրաինական բանակը նահանջում է։ Հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Թշնամին նահանջում է գետի երկայնքով։ Մենք կկատարենք մեր առաքելությունը։ Եթե ռուսները գրավեն Կուպյանսկը, նրանք կկարողանան հեշտությամբ առաջ շարժվել Խարկովի մարզի արևելքից դեպի արևմուտք։ Մարտերը շարունակվում են նաև Պոկրովսկում, ակտիվ գործողություններ են Զապորոժիեի շրջանում։ Ըստ ուկրաինացիների, վերջին 24 ժամում Զապորոժիեի 16 բնակավայրերի ուղղությամբ 645 հարձակում է եղել։ Ուկրաինական կողմը նաև քաղաքացիական զոհերի մասին է հայտնել։ Ռուսական անօդաչուների հարձակումներից 1 զոհ Պոլոհիվսկի շրջանում է եղել, 1 զոհ Խերսոնի շրջանում, 1 մարդ էլ Դնեպրոպետրովսկի շրջանում է զոհվել։ Պաշտոնական Կիևը հայտնել է, թե շուտով հակաօդային պաշտպանության նոր կենտրոններ կստեղծվեն Չեռնիգովի, Պոլտովայի եւ Զապորոժիեի մարզերում։ Ռուս-ուկրաինական ճակատում Մոսկվայի հաջողությունները ուժեղացրել են միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա։ Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե ռուսական ակտիվների օգտագործումը Կիևին ֆինանսավորելու ամենաարդյունավետ ձևն է։ Զելենսկին այսօր 2 գրառում է արել X-ում։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների առաջնորդներին, որոնք իր խոսքով սկզբունքային դիրքորոշում ունեն ուկրաինացիներին աջակցելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում Ռուսաստանի վրա։ Մարտադաշտում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Ռուսաստանի պաշտպանական ռազմական արդյունաբերությանը նայելով տեսնում ենք, որ նրանք մեծացնում են իրենց արտադրությունը։ Մեր գնահատականն այն է, որ նրանք ցանկանում են շարունակել այս պատերազմը։ Նրանք մեծ պատերազմ են ուզում, եւ մենք պետք է պատրաստվենք 2029 կամ 2030 թվականների պատերազմին եվրոպական մայրցամաքում։ Ռուս ռազմական փորձագետները նկատում են Զելենսկիի էջում, Պոկրովսկի, Կուպյանսկի, ուկրաինական այլ գյուղերի եւ քաղաքների ռուսական վերահսկողության տակ անցնելու մասին ոչ մի հրապարակում չկա։ Վլադիմիր Զելենսկին կամ փորձում է թաքցնել իրավիճակը ճակատում, կամ կորցրել է կապը իրականության հետ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Կրեմլը ի գիտություն է ընդունել Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցման մասին Ուկրաինայի հայտարարությունները, որոնք կարևոր են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Украинская сторона
Ուկրաինան նման հայտարարությունների ֆոնին անշուշտ պիտի հասկանա, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու բանակցություններ վարել։ Բայց ավելի վատ դիրքերից։ Այդ դիրքերը օրեցօր են վատանում։ Թուրքիան դադարեցրել է C-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները 2 օր առաջ վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կործանումից հետո։ 20 թուրք զինվորականի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները դեռ չեն պարզվել։ Թուրքական կողմը միայն հայտարարել է, թե ինքնաթիռում զենքզինամթերք չի եղել։ Օդանավի սևարկղը Անկարա են տարել հետաքննության համար։ C-130-ը վթարվել էր Ադրբեջանից Թուրքիա ուղևորվելիս։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ ինքնաթիռում անձնակազմից բացի եղել են թուրքական F-16 ռազմական օդանավերը սպասարկող 10 զինվորականներ, որոնք Բաքու էին մեկնել ռազմական շքերթին մասնակցելու։ Իսկ հարևան Իրանը դանդաղ ցամաքում է, Թեհրանում ջուր չի լինի 2 շաբաթից։ Ջրամբարները գրեթե ցամաքել են, իսկ խորքային հորերի պաշարները փորձագետների սահմանափակ են ու չվերականգնվող, քանի որ հողի շերտերում ջուրը կուտակվում է դարերի, հազարամյակների, միլիոնավոր տարիների ընթացքում։ Իրանցիները դեպի երկինք են նայում, անձրևի հույսով։ Գյուղացու հողը ճաքել է, ջրամբարները գրեթե ցամաքել են։ Խորքային հորերի պաշարները սահմանափակ են եւ դժվար վերականգնվող, քանի որ հողի շերտերում ջուրը կուտակվում է դարերի, հազարամյակների, միլիոնավոր տարիների ընթացքում։ Ամիր Քաբիր ամբարտակը, որը Թեհրանի ջրի աղբյուրն է, նախագծային հզորության միայն 8%-ի չափով ջուր ունի։ Ջրի ճգնաժամի հիմնական պատճառը աննախադեպ երաշտն է։ Գրեթե 5 տարի է եղանակը Իրանում նորմայից չոր է։ Բացի դա, իրանցի փորձագետների խոսքով, պատժամիջոցների հետևանքով գրեթե 5 տասնամյակ մեծամասամբ տեղական արտադրանքի հաշվին ապրող Իրանը, չնայած ֆինանսական սուղ պայմաններին, պետք է ջերմոցներ կառուցելու նախագիծ մշակի, որովհետև այգիներ ոռոգելը ավելի թանկ հաճույք է։ Մեր երկրի գլխավոր նպատակն է կառուցել հազարավոր ջերմոցներ, որոնք շատ քիչ ջուր են սպառում եւ գործում են փակ ցիկլով, այսինքն ջերմոցներում օգտագործվող ջրի շուրջ 80%-ը վերաօգտագործվում է։ Այսօր մեր հիմնական խնդիրը պատժամիջոցներն են, քանի որ դրանց պատճառով առաջանում են բյուջեի եւ ֆինանսավորման հարցեր, ինչպես նաեւ այլ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որ կառավարությունը պաշտոնապես որևէ քայլ ձեռնարկի։ Ֆարոխ Մոստոֆին ընդգծում է, առանց երկարաժամկետ ներդրումային ռազմավարության ջրային ճգնաժամի հաղթահարումը պարզապես անհնար կլինի։ Ջրային ոլորտում կան 2 տեսակի ներդրումներ, մեկը ջուրը գյուղատնտեսական օգտագործման համար պիտանի ջրի վերածելն է, առաջնային մաքրման միջոցով։ Երկրորդը ջուրը ֆիլտրերի միջոցով շրջանառություն վերադարձնելը, ինչը մի փոքր ավելի թանկ է։ Շարաֆը ամեն օր մի քանի խորանարդ մետր ցամաքող Քերեջ գետին սարսափով է նայում։ Քերեջը Ամիր Քաբիր ամբարտակի հիմնական սնուցողն է։ Հույս ունենք, որ պաշտոնյաները մի լուծում կգտնեն եւ կօպտիմալացնեն ջրի սպառումը։ Մենք պատրաստ ենք խնայողությունների։ Թեհրանի տարբեր շրջաններում ժամերով, երբեմն օրերով ջուր չի լինում։ Մինչև անձրև չգա, կարծում եմ տրամաբանական է, որ իշխանությունները փակեն ջուրը։ Թեհրանից բացի ջրի պակաս կա Սպահանում, Խուզեստանում, Աբադանում եւ Ահվազում ուժեղ երաշտներ են։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ եթե երաշտը շարունակվի, 2 շաբաթից Թեհրանում ջուր չի լինի։ Զովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվ վերջում վերադառնանք Հայաստան, Տաշիր գրուպի տրանսֆորմատորների գործարան են այցելել Ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի երիտասարդները։ Ընկերության տնօրինությունը հույս ունի առաջիկայում էներգետիկայի գիտակների բացը հենց տաղանդավոր երիտասարդներով լրացնել։ Երբևէ պատկերացրել եք, ինչպես են մետաղական փոքր մասերից ստացվում հզոր տրանսֆորմատորներ, որոնք լույս են բերում մեր տներ։ Այդ պրոցեսն իրենց աչքով տեսնելու համար Բյուրեղավան տրանսֆորմատորների գործարան են եկել Ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի երիտասարդները։ Այս գիտելիքները ստանալուց հետո հասկանում ես, որ դու շատ բան կարաս անես, բայց այդ ամեն ինչի մասին տեղեկություն չունենալու պատճառով չես անում, իսկ սենց այցերը մեզ օգնում են, որ ավելի շատ բան իմանանք, ավելի շատ բանով հետաքրքրվենք ու ապագայում կարողանանք ինչ-որ լավ բան անենք համ մեզ համար, համ մեր պետության համար։ Երիտասարդներին արտադրամասի ղեկավարը ցույց է տալիս արտադրական ամբողջ պրոցեսը։
մետաղական մասերի պատրաստումից, փաթաթումից, մինչև յուղ լցնելը, հետո մաքրելը, փորձարկելը, վերջում էլ չորանոց ուղարկելը։ Մի օր երկու օր, նայած տրանսֆորմատորի չափի էլի, մեծերը իհարկե շատ ամնում էլի։ 1-2 օր չորանալուց հետո տրանսֆորմատորներն արդեն պատրաստ են իրենց առաքելությունը կատարելու։ Դրանք տեղափոխվում են հատուկ տեխնիկայով։ Հետաքրքրվածություն նկատում ենք, բացատրում ենք ոնց է տրանսֆորմատորը արտադրվում, իր կառուցվածքը։ Հետաքրքիր է մեր շրջաներում ինչ նմանատիպ գործողություններ են իրականանում։ Երիտասարդների կողմից հետաքրքրությունը թեկուզ այս ոլորտին շատ կարևոր է, քանի որ ունենք մասնագետների խնդիր, տվյալ ոլորտի էներգետիկ ոլորտում մասնագետների խնդիր ունենք եւ մեր կողմից շատ գովելի է, որ երիտասարդները հետաքրքրված են եւ ունենք երիտասարդներ, ովքեր որ մտածում են արտադրություններով, նամանավանդ էներգետիկ ոլորտի արտադրություններով, քանի որ սա ռազմավարական եւ շատ կարևոր ոլորտ է հանդիսանում մեզ համար։ Նարեկ Սուքիասյանի խոսքով երիտասարդներն այս գործարանի մասին իմացել են մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցներից մեկից, որտեղ Կարապետյանը պատմել է ինչպես է Տաշիր գրուպը 4-5 տարի առաջ գնել այս գործարանն ու զարգացրել այնքան, որ հիմա այստեղ արտադրվող էլեկտրատեխնիկական տրանսֆորմատորները օգտագործվում են ոչ միայն Հայաստանի էներգետիկ համակարգում, այլև արտահանվում են Վրաստան։ Մենք ուզենք, որ իրար տեխնոլոգիայով բանով որ թումը երեխեքն են, ավելի լավ հասկանալի սովորում, որ վաղը մյուսը մեր ինժեներներն են դառնում իրենք, չէ, որ կան իրանք իրաց պրակտիկան սովորացնում մեր բանվորներին։ Գործարանի տարեց աշխատակիցները մեծ սիրով են ընդունում երիտասարդներին, իրենց իմացածը սովորեցնում։ Մեծ սիրով, իհարկե։ Չէ որ էներգետիկ ոլորտում երիտասարդ գիտակների դեֆիցիտ կա։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Դուք դիտում էիք Հայլուրի նոյեմբերի 13-ի ամփոփիչ թողարկումը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։